Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը ոչ մի ցանկություն չունի խոսել ժամանակակից հայկական ֆուտբոլից։ Ես բազարներ չեմ սիրում, որտեղ եթե դու գիտես ասում ես դա չի լուծում, ոչ մի բան չի արում, միտք ունի ասել։ Խորեն Հովհաննիսյանը չի հանդիպում Հայաստանի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների հետ, ոչ մի խաղացող չի հարցնում Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կարծիքը։ Իսկ ո՞ր մեկին են մոտեցել գործող ֆուտբոլիստները։ Ասենք լավ, ինձ թողեք մի կողմն, ո՞ր մեկին են մոտեցել։ Անդրեսյանը կա, Զանազարյանը կա, բոլորը կան, ինչի չկան։ Խորեն Հովհաննիսյանի հետ հարաբերություններ չի պահպանում նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, փոխարենը ֆուտբոլիստը շփումներ ունի հին ընկերոջ, սպորտի նախարար Յուրի Վարդանյանի հետ։ Դրանք սակայն գործնական շփումներ չեն, նախարարը ոչ մի առաջարկ չի արել լեգենդար ֆուտբոլիստին։ Ինչ պետք է առաջարկ աներ։ Այնպես չէ, որ այսօր մարշական գործունեություն ծավալող Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը ասելիք չունի ժամանակակից հայ ֆուտբոլիստներին, նա ասելիք ունի նույնիսկ մարզիչներին՝ սովորեք եւ սովորեք շատ։ Այսօր ոնց ասենք, ով ուզենա կարող մարզիչ աշխատի։ Ինչ-որ լիցենզիաներ են տալի։ Կարող է 2 ամիս հետած կամ մի ամիս, որը մեկ ուզենա թեորիա իմանա, չէ՞, վեկալում է կարդում է թեորիա։ Ու գնում մարզչական բան է ստանում արդեն իրավունք։ Պարոն Հովհաննիսյանը 4 ամիս առաջ է վերադարձել Հայաստան, Ուզբեկստանում մարզում էր տեղի Լոկոմոտիվը, որն այդ երկրի բարձրագույն խումբ մտնելու տարում հայ մարզչի օգնությամբ դարձավ բրոնզե մեդալակիր։ Հիմա Խորեն Հովհաննիսյանն աշխատանք չունի, թե պետք կան առաջարկներ։ Ուկրաինայից եղել է 2 հատ, դե Ուզբեկստանը դե հրավերներ կա։ Ու ժամանակի հարց է։ Այսօր հայտնի ֆուտբոլիստը փակագծեր չի բացում, թե ինչով կուզենար զբաղվել Հայաստանում, չի թաքցնում, որ զբաղվել կուզենար, սակայն թե հատկապես ինչով, այդ մասին հասարակությունը կիմանա ավելի ուշ։